Պարոն Կարապետյան, գիտեք, այդ ոչ ժողովրդավար գնացող տեսարանը ոչ տեսանք Ծառուկյանենց տանը, ասում են, որ Նարեկ ջան, դուք եք չէ գնահատում ոչ ժողովրդավար դա։ Ոչ ժողովրդավար։ Եվ ասում են, որ դա ազդակ էր ուղղված մյուս ընդդիմադիր լիդերներին, մեսիջը ձեզ Քոչարյանին ինչ հետևություն։ Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք, այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի։ Դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար։ Դրանով մենք չենք վախ։ Դե չգիտեմ։ Մարդա կմտածել, հիմա Ծառուկյանին ինչ մտածեց։ Կարապետյան վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեջ վարչապետն անդրադարձել, ավելի վաղ էլ նախագահի հետ էր այդ մասին խոսել, որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար։ Ինչ եք կարծում, ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն, այսպիսի խումբ ստեղծում։ Ինքը հայտարարել էր, ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար, դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհ է առաջին իսկ Նարեկին է ուղարկել։ Պարոն Կարապետյան, Շատ բարդ հարցեր է տալիս։ Պարոն Կարապետյան, մեծ արդյունքներ ինքնաբացարկների մասով 106 անձ ինքնաբացարկ ներկայացած, ճիշտ է նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն, այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդան մտնելով իշխանության, դրա համար են նրանք հեռացել։ Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Իսկ են մինչև 30 համարում։ Ստացեք։ Իսկ հիմնական падգամավորների ցանկից ինքնաբացարկ կլինի, որ արդեն խորհրդարան են անցել 30 հոգուց օրինակ։ Սպասվում է ինքնաբացարկի դիմում։